Վիոլա ջրին դուք նկատեցիք իմ զեկույցում ես նշեցի, որ անցած տարի մենք արդեն 2 անգամ հայտնաբերված խախտումների համար տուգանել ենք իրենց եւ կուզեի, որ բոլորիդ մոտ այդ տպավորություն ճիշտ լիներ, որևէ մեկ կարգավորվող ընկերության նկատմամբ հանձնաժողովը տենց կողմնակալ կամ վերապահումով դիրքորոշումներ չունի եւ լիցենզիայից զրկելն էլ այս կամ այն ընկերությանը ինքնանպատակ չէ, պարզապես Վիոլայի պարագայում ես բազմաթիվ իմ հարցազրույցներում առիթ է եղել նշել եմ այս մասին, տարբերությունը բավական մեծ է հեծի հետ կապված խնդրից, որովհետև այն խնդիրները, որոնք որ ունենք բովանդակային եւ հիմնական այն խնդիրները, որոնք որ ունենք Վիոլա ջրում, այստեղ այս խնդիրների լուծման համար մեծ դեր ուներ նաև պետությունը ինքը, որը ինչ պատճառներով տարիներ ի վեր չի արել եւ ես այդ մասին եւս նշեցի անցած տարի առաջին անգամ եռակողմ պայմանագիր հուշագիր էր ստորագրվել Վիոլա ջուր ընկերության, Վիոլա ջրի ֆրանսիական գլխամասի ընկերության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ որ այլևս վարձավճարները դրանք մոտ 11 միլիարդ դրամ են Վիոլա ջուր ընկերության վարձավճարները կմնան ոլորտում եւ այդ գումարները անմիջապես կուղղվեն ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը եւ վերակառուցմանը ինչը իր հերթին կբերի այդ փոփոխված ջրագծերը երբ որ A կետից B կետ X ուղղությամբ կկարողանանք այդ ծրագրերը անել 11 միլիարդ դրամի շրջանակներում տարեկան դրանք կբերեն եւ ջրագրողությունների նվազեցման եւ ստորգետնյա ջրի կորուստների ծավալի պակասեցման, այսինքն դրա արդյունքում ընդհանուր համակարգում տեսանելի ապագայում կարճ ժամանակում շոշափելի կլինեն դրական հետևանքները եւ այս միջոցառումը տեղի կունենա ոչ թե 1 տարի, այլ մի քանի տարի շարունակ եւ այս ճանապարհով այն հիմնական տեխնիկական խնդիրները, որ կախված է արկա համակարգի վիճակից եւ ոչ թե Վիոլա ջրի ընկերության կառավարման մենեջմենտի բացերն են, որտեղ սրանք պետք է իրարից տարբերենք, մենք ունենք երկու փունջ խնդիրներ, որ կառավարման խնդիր է եւ եղած համակարգը, ինչը որ հանձնել ենք Վիոլա ջրին, որ ինքը դա պետքա շահագործի։ Հիմա իմ նկարագրած գումարները եւ միջոցառումները գնում են ընդհանուր հնամաշ համակարգի թարմացմանը։